Հայաստանում վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ազգակործան ռեժիմը տոտալ հարձակման է անցել ընդդիմախոսների նկատմամբ, մարդիկ տասնյակներով բանտեր են նետվում իրենց քաղաքական հայացքների համար, նաև հոգևորականներ, եւ մենք տեսնում ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարծես թե վերջնական գրոհն է պատրաստում Այրաթոռի նկատմամբ։ Այս եւ այլ հարցերի շուրջ այսօր զրուցել եմ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։ Բարև պարոն Հակոբյան։ Շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Ինչպես հրավերի համար։ Գյումրիում ձերբակալվեց ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, նաև նրա տասնյակ աջակիցներ նետվեցին բանտերը, որոշները արդեն տնային կալանքի տակ են։ Փաշինյանը հայտարարեց, որ մասնակցելու է այդ հովանավանքում տեղ ունեցող պատարագին, որը իրականացնելու է կարգալույծ քահանան, եւ շատերի դիտարկմամբ Նիկոլը հիմա փորձում է կազմակերպել վերջնական գրոհը, հա, Մայրաթոռի ուղղությամբ։ Ձեզ հիմա ինչ է կատարվում Հայաստանում։ Գիտեք, ես կարծում եմ, որ ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատրաստվել ընտրությունների։ Այլ հարց է, որ դեռևս ինքը կարծում եմ իր համար վերջնականապես չի փակել արտահերթ ընտրությունների հնարավորությունը, այսինքն եթե դա նույնիսկ իր պլան A չէ, բայց այնուամենայնիվ իր արսենալում այս տարբերակն է կա, դրա վկայությունն է այն շտապողականությունը, այն տեմպը, որը տրվել է այս քաղաքական ռեպրեսիաներին առհասարակ, թե քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, քաղաքական հանրային ընդդիմախոսների նկատմամբ եւ թե եկեղեցու ներկայացուցիչների նկատմամբ։ Այս տրամաբանության մեջ իմ կարծիքով պետք է դիտարկել Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները, այսինքն տեսեք, ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը ինչ որ չափով վաբանկ է գնում այն առումով, որ այլ պլան ընտրություններում քիչ թե շատ նորմալ արդյունք իր համար, նորմալ արդյունքը իր համար ավելին ասեմ գոյաբանական նշանակության արդյունքը դա վերարտադրվելն է, այլ տարբերակ քան ուժային ռեսուրսներով իրավիճակը փոխել, այսինքն պատկերավոր ասած փորձել սեղանը շուռ տալ եւ ամեն ինչ նորից սկսել, փորձել իրավիճակ փոխել, կարծես թե ինքը չի տեսնում։ Սոցիոլոգիական հարցումները վերջին տարվա առնվազն ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի վարկանիշի կամ նվազումը կամ լավագույն դեպքում պահպանումը, որը որ բավարար չէ, որպեսզի կարողանաս անգամ շատ ինտենսիվ վարչական ռեսուրսը օգտագործելով ապահովես 50+1%-ը, այստեղ իհարկե կա նաև որոշակի տարբերակ կապված սատելիտ ինչ-որ մի քաղաքական ուժի հետ, որը հնարավոր է, որ անցնի այդ շեմը ընտրությունների, բայց այնուամենայնիվ նույնիսկ այդ պարագայում շատ կասկածելի է, որ որևէ լեգիտիմ ճանապարհով հնարավոր կլինի այդ վերարտադրությունը ապահովել ընտրությունների միջոցով։ Այս պարագայում բոլոր գրեթե քարոզչական գործիքակազմերը օգտագործվում է, մենք տեսնում ենք վերջի օրերին նաև այս ռեպրեսիաներին զուգահեռ ինչ որ նոր տեխնոլոգիաների փորձ է անում նոր PR տեխնոլոգիաների, քաղաքական տեխնոլոգիաներ կիրառել, այդ այսպես ասենք, երբ լռում է սրտիկ է ցույց տալիս եւ այլ, այդ սրտիկի սիրելու, այսպես ասենք, բարելուս է մաղթում, այո, այդ այսպես ասենք, բարի ֆոնի վրա, ասենք, առավոտը բարի ֆոն է ավետում, բարի ֆոն է ցույց տալիս այդ ամեն ինչում, բայց ցերեկը եւ երեկոյան, ասենք, մարդկանց են ձերբակալում, հետո կալանավորում, ցանկացած կարծես թե պատրվակով կլինի գրառում, կլինի ինչ-որ հրապարակային ելույթ կամ ինչ-որ մարդը ցույցին է մասնակցում կամ իր մասնագիտական պարտականությունն է կատարում, ասենք փաստաբանը, հա, ցույցի ժամանակ ինչ-որ բաներ է, ուզում է կանխել բախումներ եւ այլ, ինչպես դա Ռուբեն Մխիթարյանը։ Այո, Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում փաստաբան, մասնագիտությամբ իրավապաշտպան, փաստաբան եւ այլ։ Այսինքն մենք չունենալով կարծես թե հանրային եւ քաղաքական ռեսուրս
իր վարկանիշը, իր քաղաքական ուժի վարկանիշը ինչ որ չափով բարձրացնելով եւ համոզվելով դրանում, որովհետեւ մենք տեսեք մենք հրապարակային դաշտում երբեմն ենք այդ սոցիոլոգիական հարցումներին ծանոթ լինում եւ այլը, թեպետ մենք էլ ենք շփվում, մենք էլ ենք տրամադրությունները շոշափում մարդկանց, բայց համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամեն շաբաթվա ռեժիմով որոշակի սոցիոլոգիական հարցումներ է ստանում համապատասխան կոմպետենտ մարմիններից, այսպես ասենք, որովհետեւ դա նաեւ իրենց ֆունկցիաների մեջ է մտնում հանրային տրամադրությունները տնտղելը եւ ես կարծում եմ այս նյարդային շարժումները բոլոր ասպեկտներով, որով մենք տեսնում ենք, դա պայմանավորված է նրանով չունենալով հանրային եւ քաղաքական ռեսուրս, իրեն առանձնապես այլ գործիքակազմ չի մնում, քան փորձել երկրում մթնոլորտ փոխել, փորձել վախի մթնոլորտ ձևավորել, փորձել, այսպես ասենք, օրինակ ապագա ընտրություններում, թե համապետական եւ թե հիմա օրինակ շուտով նույն վաղաշաբաթու մեջ է ընտրություն լինելու, ցույց տալու, որ կապ չունի արդյունքը ինչպիսին է լինելու, կապ ունի թե հետագայում այդ հաղթողի հետ, եթե դա հանդիմադիր տեխնացու է, ինչ է տեղի ունենալու։ Այստեղ, այսպես ասում են, տարբեր վարիանտներ կա։ Երկու դեպք եղավ, մեկը սպանվեց, մյուսին կալանավորեցին։ Այդ պատճառով ասում եմ, տարբեր վարիանտներ կա, այստեղ տարբեր օպցիաներ կան, հա, եղել է սպանություն, եղել է կալանավորում, կարա լինի ինչ-որ տնային կալանք եւ այլը, մի խոսքով մենք բազմաթիվ բան ենք արդեն տեսել։ Տեսեք, առաքելական եկեղեցու դեմ հարձակման, այսպես ասած, առաջին արարը Ամռանն էր ըստ էության, որի շրջանակներում եղավ գրոհ Մայրաթորի ուղղությամբ, նաեւ ձերբակալություններ, Բագրատ Սրբազանի ձերբակալությունը, Միքայել Սրբազանի ձերբակալությունը եւ կարծես թե որոշակի դադար եղավ այդ իրադարձությունից հետո։ Այդ դադարի համատեքստում ընդդիմությունը նույնպես որոշակիորեն пассив էր։ Արդյոք մենք կարող ենք փաստել, որ այս փուլում իշխանությունը նորից օրակարգ է թելադրում։ Ցավոք սրտի իշխանությունը մեծ մասամբ օրակարգ է թելադրում, այսինքն այդ օրակարգը եւ դա Նիկոլ Փաշինյանի իդեա ֆիքսն է եւ իր խնդիրն է, ընդ որում այստեղ իր գործողությունները, այսինքն ուղղված օրակարգ թելադրելու հետ արդարացված է, որովհետեւ որպես քաղաքական ուժի ղեկավար, որպես իշխող ուժի ղեկավար ինքը փորձում է, այսպես ասենք, իր սեփական օրակարգը ամեն օրվա ռեժիմով այսպես առաջ քաշել եւ եթե նույնիսկ դա քաղաքական բնույթի օրակարգ չէ, ինչ որ մի ցանկացած ինչ որ գործողություն է անում, որի մասին պետք է խոսեն, այդ թվում եւ ընդդիմադիրները, մաս մեդիան, հասարակությունը, այսինքն ինքը անընդհատ այդ process-ի մեջ է, անընդհատ մտածում է այսօր ինչ օրակարգ մցվի, ասենք դա ձվածեղ կսարքվի, հեծանիվ կքշվի, թե իսկապես ինչ որ քաղաքականին մոտ բովանդակություն կլինի։ Ես կարծում եմ այս առումով ինքը կարողանում է ընդդիմությանը այնուամենայնիվ ընդդիմությունից առաջ անցնել եւ այս առումով ես կարծում եմ ինքը տեմպի մեջ միշտ առաջ է, ցավոք սրտի։ Որն է խնդիրը, ինչու ընդդիմությունը չի կարողանում սեփական օրակարգը ստեղծել եւ իրացնել։ Գիտեք, դժվարանում եմ ընդդիմության փոխարեն դա ասել, որովհետեւ դա ակնհայտ է, որ պետք է ամեն օր քաղաքական ուժը, որը քաղաքական դաշտում գործունեություն է ծավալում, ինքը պետք է փորձի անընդհատ իր սեփական օրակարգը փորձի գոնե որպես այլընտրանք ներկայացնի այս առումով։ Այնպիսի տպավորություն է ներողություն, որ կարծես թե անդադ արձանագրողի, իրավիճակի արձանագրողի եւ արձագանքողի դերում են։ Ռեակտիվ քաղաքականություն է, այսինքն ընդդիմության կողմից, այսինքն ընդդիմությունը անընդհատ ռեակցիա է տալիս, պրոռեակտիվ, եթե կարելի ասել, քաղաքականություն է վարում այն օրակարգերի նկատմամբ, որը որ իշխանության կողմից կամ անձամբ վարչապետի կողմից ներկայացվում է հիմնականում։ Ես ճիշտ ասած վերջին մի քանի տարիների ընթացքում հազվադեպ դեպքեր եմ հիշում կամ փուլեր, հա, ժամանակահատվածներ, երբ ընդդիմություններ այդ քաղաքական օրակարգի մանավ, այսպես ասենք, ձևավորողը
դա ինչ որ չափով այն տարբեր փուլերում էր, այն դիմադրության շարժում միջև այդ էլ սրբազան պայքար։ Այո, մանավանդ սրբազան պայքարի ժամանակ, սրբազան շարժման ժամանակ, այո, կար որոշակի փուլ, մոտավորապես ամիս ու կես էր նույնիսկ դա, երբ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում էր, որպեսզի այդ նախաձեռնությունը հետ վերցներ, բայց չէր ստացվում այդ առումով, որովհետև կար ռեալ օրակարգ, կար ռեալ պրոցեսներ եւ այսպես ասենք, մեր ժողովրդի խոհանոցներում, բառի բուն իմաստով, խոհանոցներում շատ էր խոսվում, թե այսօր սրբազանը ինչ արեց, սրբազանը ուր գնաց եւ այլ, այսինքն դա խոսակցության առիթ էր, իսկ օրակարգը աշխատում է, երբ հանրությունը դառնում է դրա սպառողը, հանրությունը դառնում է դրա սպառողը այդ ներկայացված մատուցվող օրակարգի եւ դրա մասին խոսում է, մտածում է, հետաքրքրվում է առհասարակ։ Նորից եմ ասում, Նիկոլ Փաշինյանը փորձում է ամեն օր, եթե նույնիսկ քաղաքական բովանդակություն չկա տվյալ պահին, ապա ձևավորել մի այլ օրակարգ, որը որ քաղաքականից դուրս է, բայց որը կդառնա այդ օրը առնվազն խոսակցության առարկա, քննարկման առարկա եւ նորից եմ ասում, ցավոք սրտի այդ խայծը շատ դեպքերում հենց նաեւ այն ուժերը, որոնք օպոնենտ պետք է լինեն իշխանությանը, իրենք ուտում են այդ խայծը եւ սկսում են քննարկվել կամ նույնիսկ քննադատել, այսինքն փոխանակ դա անտեսվի, առավելևս շատ դեպքերում դա առհասարակ որևէ ակտուալություն չի ունենում, էլի շատ դեպքերում, հիմա հեծանիվ է քշում կամ, չգիտեմ, սալատ է սարքում, դա չեմ կարծում, որ քաղաքական ուժերը, անդիմադիր ուժերը անպայման է այդ օրը քննարկեն կամ մեդիան դարձնի դա բան։ Իհարկե, տրոլինգի լավ արարք բան է, բայց հենց դրա վրա էլ, հենց հույսը դրա վրա է, այդ նույն սրտիկները, այդ որ արվում է եւ այլ, այդ խորհրդավոր դեմքով հենց լուր նայելը եւ այլը, սա նույնպես այդ սերիայից է։ Այդ սերիայից է, առավոտը դա է արվում, երեկոյան, ասենք, եթե ծրագրում է հարձակում օրինակ եկեղեցու վրա, ապա դա էլ է իրականացվում եւ փորձ է արվում ըստ էության կոմպենսացնել բարին եւ չարը, եթե կարելի է այսպես ասել, փորձել ցույց տալ, որ այս ամեն ինչը հանուն է արվում, այս ամեն ինչը սիրով է արվում, բարի նպատակներով է արվում, այլ հարց է, որ այն ինչ որ արվում է երեկոյան կամ ցերեկը, դա արվում է, այսպես ասենք, ուժի կիրառմամբ։ Սա տեխնոլոգիա է։ Հիմա եթե դուք նորից վերադառնալով ձեր հարցին ինչու ընդդիմությունը չի անում, ինձ էլ է հետաքրքրում ընդդիմությունը ինչի չի անում, կամ ի վիճակի չի դա անելու, մի քիչ կասկածում եմ, որ ընդհանրապես ի վիճակի չի, կամ համենայն դեպս համարում են, որ այս փուլում երևի թե այն շրջանը չէ, երբ պետք է, այսպես ասենք, միջև վերջ փորձել բոլոր ռեսուրսները միացնել, բայց ամեն դեպքում կարծում եմ դա լուրջ թերություն է։ Եվ ամենալուրջ թերությունը, ես արդեն տարիներով եմ դրա մասին երևի ասում, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանի մենաշնորհը խաղաղություն բառի վրա ընդդիմությունը իր ձեռը չի վերցնում, այսինքն չի ձեռքում նրան այդ մենաշնորհից խաղաղության խաչմերուկ խաղաղության պայմանագիր եւ այլ, այսինքն հիմա էլ եթե այն ուժերը, որոնք արդեն մասնակցելու են, որոշել են մասնակցել ընտրություններին, եթե նույնիսկ չեն որոշել, ես կարծում եմ իրենք պետք է յուրաքանչյուրը իր այլընտրանքային Նիկոլ Փաշինյանի խաղաղության այլընտրանքային կոնցեպտը, ոչ պոպուլիստական, ռեալ կոնցեպտը ներկայացնեն, որովհետև այդ պարագայում ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը բավականին թուլացնի իր դիրքերը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք վերցնելու են այն տաճարները կամ եկեղեցիները, որոնք կառավարության հաշվեկշռում գրանցված չեն եւ մայրաթոռին են պատկանում։ Սա արդյոք ունեզրկում չէ կամ կողոպուտ մայրաթոռի։ Դե գիտեք, ընդհանուր առմամբ իհարկե եթե դրանք, ինչպես ասում են, կառավարության բալանսի վրա են նստած, իր համար առանձնապես խնդրեմ չի լինի դա, այս իրավական տեսակետից դա այդ ամեն ինչ անել, բայց դա ունի քաղաքական, բայց դա ունի քաղաքական, չէ, ես ուզում եմ ասեմ, որ ինքը կարող է անել եւ կանի ընդհանրապես, ես տվյալ պարագայում կապված Նիկոլ Փաշինյանի
այսպես ունակությունների հետ, կարմիր գծերը հատելու այդ բաների հետ, վարքագծի հետ, այստեղ ես համարյա չեմ կասկածում դրանում, որ եթե դա կառավարության հաշվեկշռի վրա են, ապա այդ հարցը ինքը փորձելու է լուծի, հետո դե ֆակտո է փորձելու լուծի, այսինքն ուժայիններին ուղարկելու է այնտեղ եւ այնտեղից օրինակ որտեղ որ ծառայություն են մատուցում եւ այլ, այնտեղից բառացիորեն կարող է հանել հոգեվորականներին եւ դա որպես բան, պատմական հուշարձան, չէ՞, ինքը այդպեսի ինչ-որ տերմին օգտագործեց, այդ պատմական հուշարձան որպես կարող է դիտարկվել դրանից հետո, այլ ոչ թե գործող օրինակ եկեղեցի, այսպես ասեմ։ Իհարկե դա քաղաքական բնույթ ունի, քաղաքական նպատակ ունի, փորձում է ըստ էության ունեզրկումը չի նույնիսկ այստեղ խնդիրը փորձում է ըստ էության ամեն օր ցույց տալ, որ ինքը ունի ուժային ռեսուրս, որ ինքը կարողանում է թույլատրել հայ առաքելական եկեղեցին եւ այլ, այսինքն իր վարչական ռեսուրսներով է այժմ փորձում։ Տեսեք, ինքը բավական երկար ժամանակ է ինքը խոսում է, տարբեր ծրագրեր է ներկայացնում, այդ վաղ շաբաթի Էջմիածնի, ասենք, հրապարակում հավաքվեն, հոգեվոր ժողով անեն, ինչ-որ ինքը ինչ-որ բաներ է, սխեմաներ է ասում, ֆիլտրացիա է անում, ով կարող է մասնակցել, ինչ չափորոշիչներով, չէ, ասենք, կարդում են Աստվածաշունչը չեն կարդում, աղոտ գիտեն եւ այլ, այդ ամեն ինչը մենք արդեն լսել ենք, տեսել ենք։ Ես կարծում եմ, որ գուցե դա վաղուց իրականություն կլիներ, եթե այդ ռեսուրսը, զանգվածային ռեսուրսը ինքը կարողանար ապահովել, այսինքն այն ռեսուրսը, որը ինքը պատկերացնում է մարդաշատություն, որոշակի էմոցիա, որոշակի գուցե ագրեսիա, Արդյոք դրան միտված է այդ հավաքը։ Դե նորից եմ ասում, ինքը հենց դրա մասին վաղուց է ասում, հիմա ինքը վաղաշաբաթի հրապարակի մասին էր խոսում, այդ հարաբերակներ ասում։ Ես չեմ կարծում, որ ինքը հրաժարվել է այդ գաղափարից, եթե այդ հնարավորությունները լինեն, այդ ռեսուրսը լինի, ինքը վստահ լինի, որ այդ ռեսուրսը կլինի, տարբեր մեխանիզմներով, հա, բերված կլինի, չգիտեմ, պարզ է, որ ինչ-որ մարդիկ կլինեն, ինչ-որ մի քանակ, որոնք իսկապես իրենք կուզենան անկեղծ իրենց, այսպես ասենք, պատկերացումներից ելնելով, դաստիարակությունից ելնելով, կրթվածությունից ելնելով, կուզենան նաև այդտեղ մասնակցեն, X քանակ, հա, չեմ կարծում շատ, բայց երևի թե դա դեռևս չի հաջողվում ապահովել, այդ իսկ պատճառով այդ ակցիան հետաձգվում էր։ Ինչ վերաբերում է այդ կարգալուց նախկին քահանայի միջոցառման մասնակցելուն, դա դժվար է ինչ-որ բան տալ, բնութագիր տալ, թե դա ինչ է կոչվելու, այդ պատարակ կոչեցյալը, հա, ճակերտներում, ապա այո, դա կարող է որպես նախապատրաստական կամ գործընթացի մեկնարկ դիտարկվել, նախապատրաստական, ավելի շուտ մեկնարկ, հա, երևի թե դա ավելի դիպուկ է, ես կարծում կարող է դիտարկվել, եթե ամեն ինչ լինի հաշվարկվածի քիչ թե շատ սահմաններում, ապա չեմ կարծում, որ ինչ-որ բան խանգարելու է իրեն ոգևորության այն ալիքի վրա, օրինակ, ասել, որ եկեք պայմանական վաղը կամ մյուս օրն էլ, ասենք, Էջմիածնի հրապարակում ենք հավաքվում, հա, հոգևոր բարի իրենց սիրով եւ այլ, այդ կարգախոսները գիտեք, ասել, որ եկեք այնտեղ շարունակենք մեր բանը, բանկետը։ Ինչպիսի հետևանքներ կունենա դա։ Դե հետևանքները գիտեք, քաղաքական առումով դա ուղղակիորեն նշանակում է հենց այդ Ստեփան Ասատրյան նախկին քահանայի այդ միջոցառմանը մասնակցությունը արդեն շատ վտանգավոր իմ կարծիքով պրոցես է, քանի որ ըստ էության հայ առաքելական եկեղեցի է ստեղծվում, կարելի ասել կոոպերատիվ, գիտեք, 90-ականներին բաներ կային Հայաստանում, օրինակ բան կար, երկրորդ դաշնակցություն կար, երկրորդ ռամկավարներ կային, հնչակներ կային, հա, կոչվում էին Հայաստանի հայ հեղափոխական դաշնակցություն։ Ասենք կարող է հիմա շատ նման է, որ ձևավորվելու է Հայաստանի հայ առաքելական եկեղեցին, օրինակ, իրական Հայաստանի, լավ,
այսպես ասենք, 4-րդ հանրապետության, 4-րդ հանրապետության, հայ առաքելական եկեղեցին, որը որ ըստ էության այն ժամանակ ասում էին կոոպերատիվ դաշնակցություն, կոոպերատիվ ռամկավարներ, կոոպերատիվ հայ առաքելական եկեղեցի է, ձևավորվելու է, պառակտում է, բառացիորեն պառակտում է, այսինքն սա բավականին վտանգավոր գործընթաց է, որը նաև ենթադրում եմ, որ ունի բախման տանելու պոտենցիալ, որովհետև օրինակ ոչ մի չեմ կարող բացառել, որ օրինակ ինչ որ մի ակցիայի ժամանակ մենք այսօր էլ տեսանք բանում այնտեղ ինչ որ արարողություն պետք է լիներ եւ այդ նախկին քահանան պետք է հարսանիքի ինչ որ արարողության գործողություններ կատարել եւ հայրը փաստացի հարսնացուի, թեպեսացուի հրաժարվել էր, որպեսզի այդ անձնավորությունը փաստորեն այդ եկեղեցական արարողակարգը իրականացներ։ Սա ցանկացած պահի կարող է բերել լոկալ եւ շատ ավելի մեծ բախման, կոնֆլիկտի եւ այլն, առանց մենք նույնիսկ այդ վիդեո կադրերը որ կային, ցույց էին երևում էր, որ արդեն նյարդային մթնոլորտ է, դեռ այնց լուրջ քանակի մարդ չկար, էլի, այսպես ասենք, շատ լոկալ բնույթ էր, բայց արդեն խնդիրներ կար։ Այստեղ ես կարծում եմ դա այս գործողությունները իրենք պարունակում են լուրջ բախման հնարավորություն, որովհետև պարզ չի, ասենք, ինչպես կպահի իրեն, ասենք, հայ առաքելական եկեղեցու հետևորդների, իրական հայ առաքելական եկեղեցու հետևորդների բազմությունը ընդհանրապես։ Մենք մի քանի ամիս առաջ տեսանք նման մի գործողություն արվեց, ուժայինները մտան, հետո դուրս եկան, հետո, այսպես ասենք, դիմադրություն որոշակի եղավ։ Հետո այստեղ շատ բան կախված է նաև, ես կարծում եմ, հայ առաքելական եկեղեցու վերնախավից, որովհետև ամեն դեպքում, որքանով ես հասկացա մեր քաղաքական ընդդիմադիրների հայտարարություններից, իրենք ասում են, որ թող վեհապարը, այսպես ասենք, որոշում ընդունի, այդ դեպքում մենք իր կողքին ենք լինելու։ Այսինքն այստեղ ես կարծում եմ շատ բան կախված է եւ եկեղեցու վճռականությունից, գործողություններից, ինչպես են իրենք պատկերացնում, որտեղ իրենց մոտ գործիքական կա, որոնք չեն օգտագործվել այդ տարբեր, եկեղեցական գործիքակազմի մասին է, որը որ օրինակ, ես կարծում եմ էլի կան ինչ-որ բաներ, արարողակարգեր, որոնք, ասենք, ես դրա մասնագետը չեմ, բայց ես ենթադրում եմ, որ կա նաև, այսպես ասենք, վերջնական ծայրահեղ բանը, գործողությունը, որը կարող են անել, եւ ես կարծում եմ դրանից է կախված լինելու նաև քաղաքական, ասենք, ուժերի գործողությունները, ակտիվ հանրային սեկտորի գործողությունները, լավ իմաստով հանրային սեկտորի, այլ ոչ թե բան, այսպես ասենք, իրավապահներին, գործ տվողների, այս լեզվով ասենք, որ բոլորը հասկանան, տեսնենք։ Բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ դա բավականին շատ վտանգավոր գործընթաց է, ես կարծում եմ դա ոչ միայն վտանգավոր է, այլ նաև պետականնաքանդ, եթե կարելի է այսպես ասեմ, որովհետև այստեղ մենք գործ ունենք իսկապես հայաստանյան մեր հայ ժողովրդի գրեթե միակ մնայուն եւ կայացած ինստիտուտը վտանգի տակ դնելու գործողությունների հետ, կամա թե ակամա, այսպես ասենք, միտումնավոր, թե այսպես ասենք, չհասկանալով ռիսկը, մեղմ ասած։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես նույնպես։ Իմ հյուրն էր քաղաքտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը։ Բաժանորդագրվեք Antifake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։